Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IFE+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի նոր ընտրական օրենսգրքում բացեր է նկատում։ Դրանցից մեկը վերաբերում է ստորագրված ցուցակների հրապարակման արգելքին։ Կոնկրետ սուբյեկտների մասով, այո, դրանք պետք է հրապարակվեն եւ հնարավորություն տրվի ծանոթանալու, ասենք ովքեր որ ընտրական գործընթացի մասնակից են։ Գերմանիայի Բունդեստագի հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է բացասական հետևանքներ ունենալ մեզ համար, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Ես անձամբ, այսպես ասած, զգուշանում եմ ռուս-թուրքական համագործակցության հանգարձակի գրգախառնությունից։ Ես օրինակ չեմ կասկածել, որ Պուտին եւ Էրդողան բանակցությունները գաղտնի վաղուց սկսվել են։ Ռուսաստանում հիմա շփոթություն է, կապված հայ հասարակության շրջանում քառօրյա պատերազմից հետո առաջացած հակառուսական տրամադրությունների հետ, ասում է Ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանը։ Նա չի բացառում ապրիլյան պատերազմի կրկնությունը։ Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակը այսօր ամփոփեց Սիրիայից տեղահանված երեխաների եւ նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում ծրագիրը։ Կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանը թվարկում է այն խնդիրները, որոնց բախվում են սիրիահայ երեխաները։ Այն երեխաները հատկապես ովքեր ավելի ուշ են եկել եւ պատերազմ են տեսել, իրենց համար բավականին ուրեմն բարդ է ստրեսի հաղթահարումը։ Երևանյան ամառ ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի սաները այսօր բացօթյա բաց դաս էին կազմակերպել։ Տարին նրանց համար արդյունավետ է եղել։ Բաթումում կայացած Ոսկե Դելֆին միջազգային մրցույթ փառատոնում նրանք արժանացել են Grand Prix մրցանակին։ Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ arczepiskopos Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է Ակոսը։ Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի նախագահ, առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացած որոշումը մեր ժողովրդի մեջ հարուցել է խորը ափսոսանք»։ Աթեշյանը իր խոսքում նշել է նաև, որ Թուրքիայի հայ համայնքը կիսում է ժողովրդի մտահոգությունները։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. Սամվել Բաբայանին եւ Լևոն Մնացականյանին, ինչպես նաև բոլոր մյուս օղակների նախկին եւ ներկա հրամանատարներին հորդորում են այսուհետև ձեռնպահ մնալ հրապարակավ բանավեճից եւ համատեղ ուժերով ստեղծել հայրենիքի պաշտպանության եւ հայրենի հողի ազատագրման գերագույն նպատակին ծառայող ներազգային համերաշխության մթնոլորտ։ Այսօր առավոտյան Ստամբուլի մետրոյի Վեզնեջիլեր կայանի մոտ ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 11, վիրավորվել 36 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը։ Ահաբեկչական գործողությունների մասին մանրամասներ է հայտնել Ստամբուլի նահանգապետ Վասիֆ Շահինը։ Պայթյունը տեղի ունեցել առավոտյան 8:40-ին, դրա հետևանքով զոհվել է 7 ոստիկան եւ 4 քաղաքացիական անձ։ 36 հոգի վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Օրվա լրահոսը։ Խուլիգանական միջադեպեր Ղարաբաղում հայաստանցի գործընկերոջ հանդեպ բռնության մասին արձանագրում է Հայաստանում ղարաբաղցի падգամավորը, բայց որտեղ մարդ չեն ծեծում։ Ադրբեջանում այդ որ իրանք հիմի ուրախության հիստերիա են բարձրացրել չի լինում։ Մեր խորհրդարանի մակարդակով Հայկ Խանոմյանի ծեծը դատապարտելուն Համլետ Հարությունյանը դեմ է։ Ինչ է եղել որ։ Դուք անպայման ուզում եք մի պատմական փաստաթուղթ սարքենք Ադրբեջանի համար, հա։ Դա ձեր ուզածը։ Այդ չենք անելու։ Հայկ Խանոմյանի հանդեպ բռնությունը Ղարաբաղի ժողովրդավարական վարկանիշի վրա չի ազդի։ Ինչ կապ ունի ժողովրդավարական արժեքները ազգային անվտանգության հետ։ Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, համոզված է մեկ այլ հանրապետական եւ մի կերպ է հիշում ծեծվողի ազգանունը եւ այն որ տղամարդ է։ Խանոմյան, հա, Խանոմյան։ Գրողական դժվար է այդ Խանոմյան բառն ասել, որտեղ խանոմ բառը ավելի շատ իքական սեռի ներկայացին է
յուրահատուկ։ Հանրապետական падգամավորը չի ասում, որ Հայկ Խանոմյանն արժանի էր բռնության, սակայն երիտասարդն իրեն երբեք չի հիացրել։ Սառախոսով խոսալուց բոլորը միանշանակ ասում էին, որ ինքը արժանի մարդ, ինքը հայ չի։ Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշյալ բռնությունը համարում է Արցախում ընթացող գործընթաց, որին չարժե գնահատական տալ։ Շատ լավ կլինի, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը եւ իրենց գիտը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներին։ Ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանն այդ կարծիքին չէ, բռնության հանդեպ դիրքորոշում պետք է, Հայաստանի խորհրդարանը պետք է դատապարտի Հայկ Խանոմյանի ծեծը, Հայաստանի իշխանություններն են միջազգային բանակցություններում ներկայացնում Արցախը։ Դեռ ավելին նրանցից մեկը, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, որով Արցախապատկան տարածքներ էր պատրաստվում զիջել։ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Արցախի գործող իշխանությունը հավանաբար այլևս ցանկություն չունի ժողովրդավար լինելու, իսկ դա Ղարաբաղին ոչ մի լավ տեղ չի տանի։ Պետական բյուջեի կատարողականները падգամավոր Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են հումորային կարգին հաղորդման մի մանրապատում։ Ազգային ժողովում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը նա սկսեց պատմել վարպետ Պետոյի պատմությունը, որը ժամանակին չի ավարտել վերանորոգումն ու արդարանում է գործատուի առաջ։ Լուսամուտը դրիմ։ Ասում է հետո հասկացանք, ասում է լուսամուտը դրիմ, դնելու պահին վերևից գյաջմա ջեր թափվել, պատագոլնիկին, բան եմ, սղագրել եմ, էլի։ Էտի սիրուն հավքին, մաքրիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փագիմ։ Հիմա նայում ես վախ։ Ըստ նրա նույն պատկերն է վերջին 4-5 տարվա պետական բյուջեի կատարողականների պարագայում։ Բյուջեի կատարողակը մեզ ասում է, դե նախագիծը գծին, մրցույթ հայտարարին, ոչի բան։ Իրենց պարզաբանումները ծրագիր իրականացնող մարմինները տվել են։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց նրան կրկին հիշելով վարպետ Պետոյին, որը եւս ուներ բացատրություններ։ Դե ոնց որ շեֆ ջան, միջև հիմա կարքին չէիր ասում, էլի։ Եթե լիներ կարքին կառավարությանը ասող խորհրդարան, գուցե թե այդ ծրագրերի մասով մենք լրիվ ուրիշ վիճակ կունենայինք։ Մեր կառավարությանը ուղղակի կարքին ասող չկա։ Իսկ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարն առանձնացրել էր պետական բյուջեի մարկա այլ ծախսեր տողը։ Մենք ունենք բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ 13% տեղավորել եք այլ ծախսերի մեջ։ Իբր դա քիչ էր, այլ ծախսեր տողը ունի այլ ծախսեր ենթատող։ Այլ ծախսերի մեջ այլ ծախսեր ենթատողը կազմում է 95%։ Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ այլ ծախսեր տողում հիմնականում նշվում է Պաշտպանության նախարարության բյուջեն։ Մենաշնորհների դեմ կառավարության պայքարն ուրախացրել է գործարար падգամավոր Սամվել Ալեքսանյանին, բայց սկզբից փողը։ Պայքարը ոնց է գնահատում։ 500 եվրո տակ ձեր հարցերին պատասխան։ Չէ, 500 եվրո կառավարությունը կտա։ Չէ, դուք տվեք ձեր հարցին պատասխան։ Կառավարությունը շատ լուրջ պայքար է սկսել մենաշնորհների դեմ։ Դուք որևէ մտավախություն չունեք այդ արդիվ։ Կառավարությունը ճիշտ է արել։ Սամվել Ալեքսանյանի ներկրած կամարտադրած շաքարավազը գնում է նաև գարեջրագործ գործարար падգամավոր Հակոբ Հակոբյանը, չի դժգոհում։ Մեծածախ վաճառք կա, ով գնում է այդ տեղից վերցնում է, բնականաբար գինը էժան է։ Պարոն Հակոբյանը մենաշնորհների դեմ կառավարության պայքարի մասին հարցը շրջանցում է, սակայն մենաշնորհներն օրենքով ամրագրելու էկոնոմիկայի նախարարի կարծիքը նրա սրտով չէ։ Թող արտադրեն ինչ ա եղել, ինչ մենաշնորհի մասնախոս։ Ընդհանուր առմամբ падգամավորը գոնե շաքարավազի մենաշնորհից դժգոհ չէ, այնպես չէ, որ պարոն Ալեքսանյանը նույն շաքարավազի տարբեր գներ է սահմանում տարբեր մարդկանց համար։ Ես կերպարանափոխվեմ, որ ինչ ճանաչեն, ձեզ երևի թե չեն ճանաչի, ես էլ գնամ ուզեմ շաքարավազ, դուք էլ։ Տեսեք, երկուսը նույն գինն են առաջարկելու։ Падգամավորին շաքարավազի բիզնեսով զբաղվելը համենայն դեպս հետաքրքիր չէ, ինքը 43 տարվա գարեջրագործ է, չի կարող նոր բիզնես սկսել։ Մի մարդը մի գործով դի զբաղվի, չէ՞։ Բայց Սամվել Ալեքսանյանը լավ էլ համատեղում է, Հակոբ Հակոբյանը համաձայն է, պարոն Ալեքսանյանը տաղանդավոր մարդ է եւ ապշեցնում է, թե ինչպես է այդքան միմյանցից տարբեր բիզնեսներով զբաղվում, հասցնել ներկրել եւ ինսուլին եւ շաքարավազ արտադրել գուլպաներ եւ օղի։ Հայաստանում մեկնարկեցին միասնական քննությունները հայոց լեզու եւ գրականություն առարկայից։ Քննությանը պատրաստվելու համար գրեթե բոլոր շրջանավարտները հավելյալ պարապմունքների են հաճախել, դպրոցի տված գիտելիքներից դժգոհ չեն, բայց բավարար չեն համարում։ Մեր մոտ ավագ դպրոցում փորձում են գիտելիքներ տան, բայց ուղղակի փորձում են, այդքան չի ստացվում, դա հաստատ պիտի կողքից պարապենք։ Մեր դասանում 30 հոգի են, իսկ 45 րոպեում շատ դժվար է 32 հոգու տալ մատչելի գիտելիք։ Այդպիսով երեխաների համարյա կեսը բոլորը պարապում են։ Ավագ դպրոցի համակարգի ներդրումը նաև աշակերտներին ապագա մասնագիտության հարցում օգնելու եւ գիտելիքներ տալու խնդիր պետք է լուծել, սակայն աշակերտները չեն կարծում, որ այն իր նպատակին ծառայում է։ 3 տարի անիմաստ ինչ որ ժամանակի պատմում է, որ կարող ենք արդեն
երկրորդ կուրսում լինել։ Մենք անցնում ենք նույն բանը, ինչ անցել ենք 7-8-րդ դասարաններում։ Բացի դրանից էլ տղաների համար է դա շատ վատ, որ 18 տարեկանը լրանում է, նոր են ավարտում դպրոցում, միանգամից գնում են բանակ։ Այն, որ ավագ դպրոցը դեռ կայացած չէ, համամիտ է նաև կրթության և գիտության նախարարը, ըստ նրա պետք է աշխատել կատարելագործվել, իսկ 10-ամյա կրթությանը վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Միջազգային պահանջը 12-ամյա կրթությունն է։ Մենք համագործակցում ենք Եվրոպայի աշակերտների ասոցիացիայի հետ։ Առաջին հարցը այնտեղ որ հնչեցվեց, վերաբերվում է նախ 12-ամյա կրթությանը, արդյոք մենք ստանում ենք իրենց համապատասխան կրթություն, որովհետև Եվրոպայում դա շատ գնահատվում է։ Հաջորդ միասնական քննությունը շրջանավարտները կհանձնեն օտարլեզու առարկայից 1 շաբաթ անց։ Իդեպ այս տարվա դիմորդները փոխել են պահանջված մասնագիտությունների պատկերը։ Օրինակ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 58 թափուր տեղ կա, իսկ այս տարի ամենապահանջվածը ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինն է։ Հակակարգտային կայանների տեղակայման աշխատանքների իրականացման ընթացքում պետական բյուջեից խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ Գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի տնօրեն Գագիկ Խալոմյանին և Գևորգ Գրիգորյանին։ Դատանում այսօր ցուցմունքներ տվեցին հիմնադրամի հսկիչներ Աշոտ Գևորգյանը, Ժորա Հարությունյանը և վերահսկիչ պալատի աշխատակիցը։ Աշոտ Գևորգյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ կային և դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը։ Նախկինում նա նշել էր, որ օգտագործված նյութերը չէին համապատասխանում նախագծին եւ աշխատանքները թերի են կատարվել։ Մինչդեռ այսօր դատանում հայտնեց, որ նախատեսվածից ավելի աշխատանք է կատարվել։ Ցանկապատի վերևի մասում պետք է դրվել կականքը, մետաղական դարը։ Դա չի դրվել, դրա փոխարեն արվել է փշալը։ Վկան միաժամանակ ավելացրեց, որ փշալարը ավելի թանկ է։ Դուժողի ներկայացուցիչ Գյուղնախարարության իրավաբանը նշում է, փաստացի հակակարգտային կայանները կառուցվել են, շահագործվում են։ Իսկ վնաս պատճառելու հանգամանքը միայն դատանի վճռով կարող է ապացուցվել, սակայն ներկայումս ըստ մեղադրանքի ներկայացված պատճառված վնասը փաստացի վերականգնվել է։ Ինչքան է որքան հիշում եմ մոտ 10 միլիոնի կարգի։ Իդեպ Երևանի կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում ամբաստանյալներն առարկեցին նկարահանման դեմ, նշելով, որ չեն վստահում լրագրողներին, իսկ դատավոր Արշակ Վարդանյանն առաջարկեց այնպես նկարահանել, որ նրանք կադրում չերևան։ Եթե մարդ ցանկություն ունի որևէ բան անելու, ժամանակ միշտ կգտնի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման իր զբաղվածության մասին հարցին պատասխանեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը։ Меня спрашивают, что вы будете делать, как вы будете делать, и это, и то. Я говорю, подождите, я только что открыл дверь здания, я еще даже не знаю, насколько там все, и где, и как, и все такое. Мы только знакомимся. Мы сейчас все знакомимся, мы слушаем, мы очень воодушевлены, таланты большие, голоса прекрасные. И очень хотим что-то сделать значительное. Արդեն 2 օր է, ինչ երգիչների երազած գործընկերը, ինչպես Օրբելյանին անվանել է Օպերա Նյուզ պարբերականը, ծանոթանում է անձնակազմի հետ եւ արդեն նախաձեռնում ծրագրեր։ Մեզ համար շատ մեծ ուրախություն եւ պատիվ է, որ մայստրոն ընդունեց մեր հրավերքը եւ նշանակվեց եկավ մեր թատրոն։ Օրբելյանի հրավերով օպերան հյուրընկալել է Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական մասով տնօրեն Ջոն Ֆիշերին եւ իտալացի ռեժիսոր Պաոլո Միչեկին, որոնց հետ քննարկել են հետագա համագործակցության առնչվող հարցեր։ Իմ առաջին այցն է Հայաստան, տպավորված եմ երկրով մարդկանցով հյուրընկալությամբ, հիանալի օպերայի շենք ունեք թե ճարտարապետական առումով եւ թե ֆունկցիոնալ, վոկալի հիանալի դպրոց ունեք, մեծ թվով հրաշալի ձայներ։ Միչեկի հետ, ով աշխարհում հայտնի է թատրոնում իր նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, մասսավորապես քննարկել են լուսային տեխնիկայի արդյունավետ շահագործման եւ 2 նոր ներկայացման ծրագրեր։ Անցած շաբաթ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց եւ հավանություն տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրին։ Այդ փաստաթուղթը ստորագրվել էր Մոսկվայում անցած տարվա դեկտեմբերին, բայց այն ժամանակ դրա վրա ոչ ոք առանձնապես ուշադրություն չդարձրեց, իսկ եթե դարձրեցին, ապա միայն դրական առումով։ Հիմա ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, երբ կասկածները Ռուսաստանի նկատմամբ խորացան, կասկածներ է հարուցում նաև այդ համաձայնագրերը։ Օրվա գլխավոր թեման։
Հայաստանը կկորցնի զինված ուժերի նկատմամբ իրավունքների մի մասը Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային համակարգում ներգրավելու պարագայում։ Ամիջական ղեկավարելու է Հայաստանի Հանրապետության սպա, բայց ինքը ունենալու է իր գլխին վերադասեր, երկու վերադաս Ռուսաստանի Դաշնության ուրեմն զինված ուժերից։ Հապկի շրջանակում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին պայմանագիրը հավանության է արժանացել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից։ Ըստ փաստաթղթի Հայաստանի վրա հարձակման դեպքում հակաօդային պաշտպանություն իրականացնելուց առաջ մեր երկիրը պետք է հաշվի առնի հապկի տեսակետը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն ստորաբաժանումները, որոնք կներառվեն այդ համատեղ հոպի մեջ, իրենք չեն կարողանա ինքնուրույն որոշել ստեղ կրակել, թե չկրակել։ Իրենք պետք է առաջնորդվեն այդ կարգերով եւ վերադաս հրամաններով։ Ռուսաստանի այս ծրագրին կողմ է հետախույզ Վովա Վարդանովը, ում պնդմամբ Հայաստանի օդային տարածքի մի մասը հսկող S-300 համակարգերը 100%-անոց պաշտպանություն չեն ապահովում։ Հակահրթիռային պաշտպանությունը հայկական կարելի ասել զրոյական է։ Ռուսական համակարգի հետ ընդհանրանալով մենք ինչ որտեղ կունենանք համեմատաբար ուժեղ հաշվի առնելով, որ միջևես մենք ունեինք ընդամենը S-300-ներ, ընդ PS եւ S-300V, ռուսների եւ մեր մոտ, հիմա նաեւ ռուսական բազայում գտնվում են S-400-ները։ Հայաստանում իրանք S-400 չեն տեղակայել, չեն էլ տեղակայի, դա առավելևս հիմա իրենց տնտեսական պայմանների հաշվի առմամբ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը ոչ միայն չպաշտպանեց իր դաշնակից Հայաստանին, այլ նաև հաստատեց զենքի հետագա վաճառքը Ադրբեջանին։ Ըստ փորձագետների միայն սա հիմք է գնահատելու, որ Ռուսաստանի վրա հույս դնելը ճիշտ չի լինի։ Փաստաթուղթն էլ պետք է չհասներ Ազգային ժողով առանց հասարակական աջակցության։ Մեր հակաօդային պաշտպանության, ասենք, համակարգը դնել Ռուսաստանի ռազմական ղեկավարության ձեռքի մեջ, փաստորեն հրաժարվել ինչ որտեղ մեր ռազմական սուվերենիտետից մասնակի հրաժարվել, բայց հրաժարվել, ու դա չի քննարկվել մեր ժողովրդում, ես կարծում եմ դա այնքան էլ ճիշտ չի։ Միացյալ տարածաշրջանային հոբ համակարգի ստեղծման համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներն ստորագրել են նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, եւ չնայած քննադատություններին իշխանությունները պնդում են, փաստաթղթում որևէ վտանգավոր կետ չի կարող լինել։ Ես չեմ կարծում, որ մեր ռազմաքաղաքական ոլորտի ղեկավարները խորապես վստահ չեն նրանով, որ սա հենց այնքանն է, որը պետք է կատարվի։ Հասարակական կազմակերպության համակարգողին սակայն հավատ չի ներշնչում իշխանությունների լավատեսությունը։ Ըստ Դանիել Իոաննիսյանի, որպեսզի Հայաստանի ազգային շահը չոտնահարվի, Ազգային ժողովը պետք է չվավերացնի ռուս-հայկական նոր պայմանագիրը։ Համաձայնագրի քննադատների տրամաբանությունը հետևյալն է. Քանի որ Ռուսաստանը հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, որով հարևան պետությունը հարձակվում է Արցախի վրա, եւ այդ փաստին Ռուսաստանը բավականին ցինիկ բացատրություններ է տալիս, ուրեմն Ռուսաստանի հետ կնքած ցանկացած համաձայնագիր վնասում է Հայաստանին եւ շարունակում է գազը, էլեկտրաէներգիան, կապը երկաթուղին ռուսներին հանձնելու արատավոր պրակտիկան։ Փորձագետներից ոմանք սակայն կոնկրետ այս համաձայնագրի հետ կապված կարծում են, որ սա այդ դեպքը չէ եւ շահավետ է նաեւ հայկական կողմի համար, քանի որ դրանով Հայաստանում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը ճիշտ հակառակը անցնում են մեր հրամանատարության ներքո եւ ռուսաստանյան կողմը խառնվում է միայն այն ժամանակ, երբ իր Ռուսաստանի անվտանգության համար խնդիր է ստեղծվում։ Դրանում է միավորված եւ միացյալ բառերի տարբերությունը, այսինքն объединённый, ոչ թե единый։ Պարզ է, որ այս համաձայնագիրը շահավետ է նաև Ռուսաստանի համար եւ ավելի լավ կլիներ, որ մենք Ռուսաստանի պատվարը չլինեինք այլ երկրների դեմ։ Բայց այս դեպքում մենք պետք է արձանագրենք, որ նույն դերն են Միացյալ Նահանգների համար խաղում արևելյան եւ ոչ միայն արևելյան Եվրոպայի երկրները։ Ուրիշ հարց, որ Հայաստանը պետք է ընտրի անվտանգության այլ ավելի հուսալի համակարգ, բայց այս պահից ուրիշը չկա։ Ամեկ լուսի զրուցակիցն է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Պարոն Սաֆարյան, արդյոք համաձայնագրում նշված է, որ Հայաստանում գտնվող հակաօդային պաշտպանության պարագայում հրաման է տալու բացառապես ռուս հրամանատարը։ Պայմանագիրը նշում է, որ գոյություն ունի կոորդինացիոն կոմիտե,
որի ղեկավարը եւ նաեւ հրամանատարական կենտրոնական պունկտ, որը գտնվում է Ռուսաստանում, եւ այն ղեկավարում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը։ Այո, ձեր հարցի պատասխանը դա է, որովհետեւ ինքը պայմանագիրը ասում է, որ բոլոր գործողությունները համակարգի մարտական հերթապահության տակ դրված միջոցները, ինչպես նաև անդամ երկրների ռեզերվային միջոցների գործողությունների ղեկավարում իրականացում է կենտրոնական հրամանատարական պունկտից, այդ գործողությունների պլանը ուրեմն հաստատվում է կոորդինացիոն համակարգող կոմիտեի կողմից, որոնք երկուսն էլ գտնվում են Ռուսաստանում։ Որն է ապա մեր հրամանատարների մասնակցությունը այդ դեպքում։ Մեր մասնակցությունը ընդհանրապես պլանի համաձայնեցման ուրեմն հարցն է, երբ նախապես ներկայացնում ենք տարվա ընթացքում երկու կողմերի միջև համաձայնեցվում է մարտական հերթապահության դրվող հաշվարկների ուրեմն պլանը, որը հետագայում հաստատվում է կոորդինացիոն կոմիտեում եւ այստեղ էլ պիտի հասկանանք, որ օբյեկտիվ սուբյեկտիվ առումներով այդ պլանի հաստատման վրա Ռուսաստանի ազդեցությունը մեծ է եւ մենք պարտավոր ենք ուղղակի գործել այդ պլանի համաձայն։ Այսինքն այս պարագայում կարծեք թե առանձնապես մեծ իրավասություններ եւ ինքնիշխանություն Հայաստանը չունի։ Այսինքն եթե Աստված մի արասցե Ադրբեջանը սկսում է օդային հարձակում Արցախի նկատմամբ մեր հրամանատարները իրավունք չունեն որևէ որոշում ընդունել առանց ռուս հրամանատարների։ Տեսականորեն եւ համաձայնագրի համաձայն իհարկե ոչ, եթե դա հատկապես Հայաստանի սահմանների նկատմամբ չէ եւ ապրիլյան պատերազմը կարծեք թե դա ցույց տվեց, որ հապկ հովանոցը չի տարածվում Արցախի վրա, հետեւաբար այս առումով մենք ոչ միայն մարտական հերթապահության տակ դրված ուժերը եւ միջոցները, այլ նաեւ ռեզերվային միջոցները օգտագործելու եւ Արցախին պաշտպանելու առումով պետք է ունենանք Մոսկվայի եւ տվյալ պարագայում կենտրոնական հրամանատարական պունկտի ուրեմն համաձայնությունը։ Արցախը ունի սեփական հակաօդային պաշտպանությունը։ Ես ճիշտն ասած այդքան քաջատեղյակ չեմ Արցախի հակաօդային պաշտպանական ուժերի մասին, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշ միջոցների տնօրինում է եւ նախկինում մինչեւ այս համաձայնագրի վավերացումը մենք ունեինք հույս, որ գոնե մեր ռեզերվային միջոցները կամ մեր Հայաստանի միջոցները կարող են ըստ անհրաժեշտության ծառայեցվել նաեւ Արցախին, բայց վստահ չեմ, որ այս համաձայնագրի վավերացումից հետո մենք դա կարող ենք անել, եթե անգամ Արցախը ունենա հակաօդային պաշտպանության թեկուզ եւ նվազագույն որոշակի միջոցներ։ Կարծում եմ ունի Արցախը անշուշտ, բայց ի նկատի ունենալով լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմի հեռանկարը իհարկե հասկանում ենք, որ դրանք չէին կարող բավարար լինել եւ Հայաստանի ուրեմն միջոցների, հակաօդային պաշտպանության միջոցների փոխլրացումը անհրաժեշտություն էր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցներ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։ Ազգային ժողովի падգամավորների մոտ չափազանց տարածված է անձի երկվությունը։ Բիզնեսը եւ օրենսդրական գործունեությունը այնքան են միահյուսված, որ դժվար է հասկանալ որը որն է։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Հիմա ճիշտ է ինքը падգամավորը ինքը բիզնեսով չի զբաղվում ինքը հիմա, բայց սեփական բիզնեսեր ունի ինքը։ Федя! Ты! Мишка! Петя! Здорово! Здорово! Мишка! Петя! А я смотрю, ты это или не ты? Ну, не он это!